Գյուղի կյանքը, ես սենց ոնց տեսնում եք, սենց այգիներում չարչարում ենք, բայց ամենառաջի խնդիր ունենք գյուղում։ Ջուր չունենք խմելու, ջրագիծը սարքած է, լրիվ պատրաստ է, վիոլան չի վերցնում, ինչ որ թերություններ կա, արդեն ինչքան վաղ է, հա, մոտորապես 5 տարի է։ 5 տարի ջրագծերը անցկացրել են, ջուր Այդ չէ, ջրագիծը երկրորդ տարին արդեն գալիս, որ անց է կացրել։ Լրիվ պատրաստ է, միացումները դրած է, սոչիկը դրած է, հա, բայց ջուր չեն տալիս։ Պատճառը ինչ որ թերություններ կա, ես իմ ինչ այդ պետք է վերանա, ծմերա գալիս է սա, ժողովուրդը չգիտենք ինչ պետք է անեն։ Աշխատատեղ առայժմ չկա, մոտորապես 54 երիտասարդ ահել է գյուղից։ Գնում գալիս են, գնում են արտաքին աշխատանքի, էլի տես։ Հա, հա։ Ռուսաստան հիմնականը։ Ռուսաստան, Երևան, խառը էլի։ Գյուղատնտեսությամբ են զբաղվում, իրենց այգիներով, ասենց եկամուտը, ասենք, էտա գյուղատնտեսական ապրանքներով, էտա։ Դուք ինչով եք զբաղվում։ Ես շոֆեր եմ։ Սիրում եք ճանապարհներ։ Դե քշում ենք ելի միջև աշխարհի ձերը քշում ենք։ Քանի տարի եք այդ գործին։ Շատ։ Բանակից հետո շոֆերություն եմ արել միջև հիմա էլի։ Ռուսաստան, Մոսկվա, ասենք, Իրան, տարբեր տեղանք։ Հիմա ոչենա Ռուսաստանի կողմը քշես, դե լարսնա պրոբլեմ տարած, ոչենաս թե քշես։ Ծախսը չի փակում, ավտոն թանգանոց ավտո է, ասենք, ծախսը չի փակում։ Կոպե հիմա էժանցելն առաջ նորմալ գներ էր գրուզը, որ բարձում էինք, ասենք գալիս էր 30 դրամ, 30,000 տոննան, ասենք, բան, սենց գալիս էր։ Հիմա սարքել 17,000 տոննան, 17,000 ինչքան բարձես, շատ բարձում է ճանապարհներն ահետ չլնում, քշեր կա դրած, ավելի բարձես արդեն տուգանք է, դրա համար դեռ չի տալ։ Հիմա Պարսկաստանը հայկական համարներով ավտոները, պարսիկները առնում են, այ վարորդներ են դնում։ Հիմա մենք գնում ենք, ասում ենք դե գոնե 50 արեք, էլի մի 50 հատ էլ հայ ավտո մտնի հետնի, չէ՞։ Իրանք ասում են դե հետ, հայկական համարներով, բայց այդ պարսիկի ավտո հայկական համարներով։ Չէ, լավ չի։ Պարսիկները կամաց ավտոները առան հայկական համարներով։ Հայկական համարներով իրանք են օգտագործում, բայց որ նայում ես հայկական համար, հենց ես իմանում հայ շոֆ, բայց հայ չի, պարսիկի ավտո է։ Այդ ձեր ջոկողություններ են անում։ Մի քանի անգամ բունտ արանք լրիվ վարորդներով։ Բա գնացիք դեսպանատան մոտը բան ասեք բան տես։ Հիմա ինչ թողել եք այդ գործը։ Չէ, ավտոն հենա կանգնած դրանը։ Այն վատ ասենք ամիսը 6-7 ռես անում էինք, հիմա ամիսը մի ռես էլ չես կարող անես 2 ռես։ Հենց հիմա հենա մեր հարևանի ամուսիններ 10-15 օր էլի Պարսկաստան։ Բեթա այգիներ ենք ցե, այգիներ գցել ենք, ասենք դե բերք հավաքել ենք, այդ ում վրա ծախենք լավ։ Հենց հիմա հավաքել եմ, ունեմ խնձորը, բայց որն է տանենք, առնող էլ չկա։ Այս դաժե պոպոկ առնող էլ չկա այս տարի։ Չեմ կարող ասեմ։ Փող չունեն մարդիկ թե։ Դե առաջ գալիս էին առնում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ոնց ասեմ, քո ջեբի ինչքան փող կա ինչ։ Բայց պիտի անեք այդ բերքը։ Դե դες պահենք, հետո կփչանա կտանենք կթափենք էլի։ Եվ այդ Արցախը կար գալիս էին մի անգամից առնում տանում էին էլի։ Հա հիմա մենք ես միջև այդ բարձեմ տանեմ Երևան, այդ սկի ծախսը այդքան ծախսանես, տան դռնից ավելի լավ մի չեժան տաս։ Օրինակ, ինչքանով պիտի իրացնեք։ Դե նայա սորտի ինչ խնձորներ ա էլի, ասենք տես մի 4 սորտ ունեմ, ասենք այն կանաչ խնձորը ասենք թանկնա չէ, ամենաթանկնա, Գերխուրիա, Գոլդենա, խառը տես խնձորներ ալի։ Այս տարի այդքան շատ չի եղել, որ ջուր չի եղել, որ ջրենք։ Այս վերջի 3 ամիս որ պետքա ջրեինք, ջուր չկար, ոռոգման խողովակ պայթել էր, այնց շատ ուշ սարքան, այտենց արդեն ուշ էր։ Բայց ինչքան ունեք այս պահին։ Դե այս պահին տոննայից ավել է։ Այս պահին տոննայից ավել է։ Բայց ինչքան ծախս է կարել այդ բերքը ստանալու համար։ Դե սրսկումներն է, ջրելն է, ասենք, սաղ ծախս է էլի, էտել է, հենց հիմա են, նայի, հենց հիմա էտում են մեր ծառները։ Ինչ ասես մեր մոտ աճում է, պոպոկը ես հիմա պոպոկը քանի մեշոկ, 6-7 մեշոկ, 8 մեշոկ պոպոկ կա, պոպոկներ չեն ալ, դե նայ, մի 8 մեշոկ պոպոկ կառնեն, 2 տոննա խնձոր կառնեն, 2 տոննա կարտոշկա կառնեն, մի 100 կիլո ասենք լոբի կառնեն, որ առնեն էլի, դե առնեն այսպես քիչ, մեկ էլ տենում ես քո եկամուտը աշնան եկավ։ Բացի խմելու ջուրը նաև ոռոգման ջուր չկա գյուղում։ Դե ոռոգման ջուրը արդեն բան են արել, տեն դեռ ինչ որ շահել են, այդ վերանորոգել են էլի, ինչ որ 3 կիլոմետր պետքա փոխեն այդ խողովակները։ Մեր ամենագլխավոր հարցը խմելու ջուրն է։ Խմելու ջուրը շատ պրոբլեմ է։ Դե արի դու էլ խոսա, մի բան խոսա էլի։ Այնա խանութ բանա,
Թո նայ տետրակը ինչա, սա պարկի ցուցակա։ Դե մի ամիս մնում է էլի։ Նայած մարդ, որ ասի, ես ամիս վարկից տոկոսի օրնա, որ 2 ամիս մնա։ Աշխատավարձը ստացողը ստանում ամսվա վերջ բերում փակում է էլի։ Հարկային բերիկ դուք ազատված եք։ Չէ, ազատված չեն։ Հարկին մուծում ենք, իհարկե մուծում ենք։ Դե վաճառքի ասենք տոկոսից է էլի կախված վաճառքի, ինչ վաճառք արալ, ես գաղափար չունեմ էլի այդ իրաց։ Ինքնազբաղ։ Ինքն ազբաղում դրանից, չէ։ Չեք խառնում։ Չէ, ես գործ չունեմ, ես ճանապարհի մարդ եմ, ճամփիկին։ Իսկ ընդհանրապես լուրերին հետևում եք։ Ճիշտն ասած, այդեն ժամանակ չի լինում, գյուղում խորացած գործերով, իրիկունն է հոգնած այդ մենք տուն քնում ենք։ Այստեղ գալիս եմ ցույց տամ, եկեք ցույց տամ։ Այգին եմ գործանում։ Հեսա նայեք տեսեք։ Այս այգին այդ ծառայետում ենք անում էլի։ Խոսքով միշտ զբաղված եք։ Հա, դե քաղաքականությամբ դες չեմ խորանում։